Այս վիդեոյում ցույց կտամ ձեզ, թե ինչպես կարող եք օգտվել Lingotool հարթակից ձեր հեռախոսով։ Մուտք ենք գործում Lingotool կայքը, աջ կողմը վերև ունենք Dashboard։ Սեղմում ենք վրան, ունենք Register և Sign In։ Եթե գրանցված չեք, Register-ն եք սեղմում, գրանցվում եք, եթե արդեն գրանցված եք, Sign In։ Ես գրանցված եմ և սեղմում եմ Sign In-ը և մուտք եմ գործում համակարգ։ Հայտնվում ենք իմ կուրսեր բաժնում, այստեղ ձախ կողմում ներքևում տեսնում ենք այս նշանը և սա ցույց է տալիս ձեր կուրսերը։ Մեջտեղի նշանը ցույց է տալիս հանրային կուրսերը, public courses, այսինքն այլ օգտագործողների կուրսերը, որոնցից դուք ևս կարող եք օգտվել, արդեն իմ նախորդ վիդեոներից մեկում բացատրել եմ ինչպես, և աջ կողմում տեսնում ենք մեկ այլ նշան, սա տանում է Analyzer, ունենք YouTube transcript, այստեղ YouTube-յան լինքերի հետ կարող եք աշխատել, ցույց եմ տվել արդեն նախորդ վիդեոներից մեկում, բայց հեռախոսով ևս ցույց կտամ ինչպես օգտվել և տեքստային տարբերակով կարող եք տեքստեր տեղադրել և աշխատել տեքստերի հետ։ Հիմա գտնվում ենք իմ կուրսերը բաժնում, ես մուտք գործեմ իմ կուրսերից մեկը, օրինակ Intermediate B2։ Հայտնվեցինք կուրսում, այստեղ ուրեմն ունենք կանտեյներներ։ Word Cloud, սա չեզոք զոնան է, որի մասին ևս կխոսեմ այս վիդեոյում, ունենք Unknown, 18 բառ ունենք այստեղ, Learning, սովորում ենք, այսինքն ընթացքի մեջ է, լավ չեմ տիրապետում այս բառերին, օրինակ 3 Known-ը ունենք, 3 ևս Not Needed չունենք, կարող ենք բացել և բառերը իհարկե նայել։ Ուրեմն, եթե ցանկանում եմ ավելացնել բառեր Unknown կանտեյների մեջ, սեղմում եմ այստեղ գումարած նշանը և օրինակ ավելացնենք Wonderful բառը։ Որպեսզի ստանանք հայերեն բացատրությունը և օրինակներ և ամբողջական ինֆորմացիան բառի հետ կապված Get Autofill with AI սեղմում ենք և ահա ունենք այս պատկերը, ունենք Wonderful transcript-ը եթե տեսնում ենք, եթե գիտեք այդ առադարձությունը, եթե չգիտեք կարող եք պարզապես լսել բառը սեղմելով արտասանության կոճակը։ Wonderful. Այստեղ ներքևում ունենք descriptions, բացատրում է բառը ինչ է նշանակում, անգլերենը վերևում է, հայերենը ներքևում, translations, հիանալի, հրաշալի, զարմանալի, examples, we had a wonderful time in Paris, կարող եք սեղմել և նայել, թարգմանությունը հայերեն, մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք Փարիզում, ևս երկու օրինակ, she is a wonderful person, նա հրաշալի մարդ է, the weather is wonderful today, show translations ենք սխմում և այսօր եղանակը հիանալի է, կարդում ենք հայերենում, կարող ենք գնալ մեդիա բաժին, տեղադրել լինք կամ ինչ-որ նկար, notes որոշել որքան ենք վստահ բառի հետ կապված և որքան կարևոր է բառը մեզ համար, հոմանիշների բաժինն ենք նայում, excellent նայում ենք թարգմանությունը գերազանց, fantastic show translations ենք սեղմում, կարդում ենք fantastic, amazing show translation և զարմանալի։ Նայեցինք հականիշները terrible, սարսափելի, awful, սարսափելի կրկին, ահավոր սարսափելի և bad վատ։ Tags, եթե ուզում եք tag անել, նշել և կարող եք նաև ավելացնել ինչ-որ կանոն, չենք մոռանում add անել, որպեսզի պահպանվի մեր ցուցակում, unknown կանտեյների մեջ։ Եթե բառի հետ աշխատել եք և ուզում եք ուղղակի կրկնել կամ այլ աղբյուրներից ևս ինֆորմացիա ստանալ, աջ կողմում ունենք 3 կետ, սեղմում ենք և տեսնում ենք այստեղ AI-ի նշանը։ Սեղմում ենք վրան և տեսնում ենք թարգմանությունը, հրաշալի, բացատրությունը հայերեն թարգմանված, օրինակները և հայերեն թարգմանություններ։ Եթե ուզում եք այլ աղբյուրներից ևս ինֆորմացիա ունենալ, մեջտեղը Google-ի նշանն եք տեսնում, սեղմում եք և հայտնվում եք Google-ի պատկերներ բաժնում և ահա այս պատկերը կգա, եթե դուք դա որոնեք այնտեղ։ Իսկ աջ կողմում
ունենք Google թարգմանիչը, ուրեմն Google Translate սեղմում եք եւ այստեղ ունենք wonderful հրաշալի թարգմանությունը, իհարկե կայքը շատ ֆունկցիոնալ է եւ այն տալիս է ամբողջական ինֆորմացիան, բայց մարդ կլինի, որ կցանկանա դա եւս անել։ Եթե բառը արդեն սովորում եք, ինչ-որ չափով գիտեք, կարող եք այն տեղափոխել, սեղմելով ձախ կողմի սլաքների վրա, կարող եք տեղափոխել օրինակ learning։ Եվ ահա բառը տեղափոխվեց wonderful learning կոնտեյների մեջ։ Ահա, կոնտեյներների անունները եւս կարող եք փոխել, օրինակ edit category, ահա, կարող ենք հայերեն, բոլոր կոնտեյներները կարող եք հայերեն անվանումներ դնել, օրինակ անծանոթ բառեր, եւ չենք մոռանում save changes, անծանոթ բառեր, կոնտեյների գույնը եւս կարող եք փոխել, եթե կա կարիք, օրինակ կարող ենք մանուշակագույն փոխել, Սա այսպես, եւ ինչ է իրենից ներկայացնում word cloud-ը, այստեղ ես 5 բառ ունեմ, word cloud-ը տալիս է այնպիսի բառեր, որոնք դուք չունեք ձեր կոնտեյներում։ Եկեք generate words with AI, տեսնենք 5-ին կավելանա եւս 5-ը։ Եվ կարող ենք աշխատել այս բառերի հետ, կարող ենք տեղափոխել բառերը մեր ցանկացած կոնտեյներ, օրինակ այս բառը տեղափոխում ենք անծանոթ բառեր կոնտեյներ եւ ահա այն հայտնվեց այնտեղ։ Կարող ենք տեղափոխել օրինակ known container եւ ահա այն հայտնվեց known container-ի մեջ, ահա։ Կարող ենք լսել արտասանությունը։ Mitigate. Կարող ենք ստանալ բոլոր ինֆորմացիան, ինչ որ ես նկարագրեցի։ Կայքը շատ հարմար է, կարող է այն օգտագործվել որպես, այսպես ասած, գրպանի բառարան, կարող եք ձեզ հետման տալ, ավելացնել բառեր, երբ որ կցանկանաք եւ պարբերաբար անդրադառնալով բառերին, կարող եք յուրացնել դրանք։